Անգամ Անդրեն այդ օրը հարցնում էր, չէ, դու շատ վատ ես ոնց որ քեզ զգում, բայց ես ոչինչ չգիտեի։ Այդ օրը ինքը լուսաբացին է մահացել։ Եվ զրուցենք այն սկանդալից, որը այս օրերին հանգիստ չի տալիս ոչ ոքի։ Ես խենթ չեմ եւ պիտի ունենամ, չէ, դրդապատճառ, որպեսզի բարկանամ։ Աղջիկը շատ գեղեցիկ էր եւ անգամ երբ ինքը երգում էր, ես Անդրեին ասացի, ինչ սիրուն աղջիկ է։ Հիշիր անցյալը։ Հիշիր անցյալը, ուր մնաց դու լինես դատող։ Ամեն ինչ արել եք, մնացել է ժյուրի դառնաք։ Գեղեցիկ։ Մի տեսակ վախենում եմ այդ գեղեցիկ բառը ասելը։ Հանդիսատեսը հեռուստադիտողը կտեսնի երկրորդ անգամ ինձ զայրույթի ֆոնի վրա, բայց այս անգամ ոնց որ ես վատ ելույթ ունեցած լինեի, այդքան ցավում է, ես հազիվ եմ զսպել իմ արցունքները եւ ոչ միայն քեզ եմ տեսել, այլ այսօրվա պես հիշում եմ մեր արժանահիշատակ Հայկոն, Արմանի հետ եկավ, բայց ես այդ ժամանակ թաքնվեցի։ I'm a public, հա։ Երբ ես արթնացա ու հասկացա, որ գուցե սա իմ կարիերայի վերջն է, գուցե ես այլևս չեմ կարող երգել։ Ու ես զգում էի իմ ընտանիքի անդամների աչքերից իրենց սարսափը, որովհետև այն ինչը, որ ես տեսել եմ իմ տանը, չի տեսել ոչ ոք։ Ես ինչ ես մենակ ես ամեն ինչի մեջ։ Ես որոշեցի, որ ես պիտի ապրեմ առանձին, հարգելով իմ ընտանիքի բոլոր անդամներին, անկեղծ ասեմ, երբ սկսեցի ստաբիլ ռեժիմով հարսանիքների ժամանակ կուլիսներում արտասվել, բեմում ժպտալ, հետո նորից կուլիսներում արտասվել, նորից բեմում жптал. Опять метель, и мается былое в темноте. Опять метель, две вечности сошлись в один короткий день. Չեմ անի ձեզ արջի ծառայություն, ես կլինեմ ազնիվ, ու դրա համար ես ձեզ ասում եմ ոչ։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ խնդրել, չզլանաք եւ սեղմեք զանգի կոճակը, որպեսզի գրանցվեք եւ բաժանորդագրվեք Հերմինե դիալոգ նախագծին եւ միշտ տեղյակ լինեք նորություններից եւ առաջինը հենց դուք դիտեք իմ հաղորդումը։ Ինչպես նաեւ միացեք իմ Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ մշտապես տեսանյութերն ու լուսանկարները թարմացվում են եւ ես սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին։ Այսօր շատ հետաքրքիր ճաշացանկ եմ ունենալու։ Ճաշացանկիս կոնցեպտը սեզոնային մթերքներն են։ Մթերքներ, որոնք բավականին կարճ կյանք ունեն, բայց որոնք շատ համեղ են, օգտակար են եւ իհարկե ամբողջ տարին սպասում ենք, թե երբ է գալու այդ մթերքի ժամանակը։ Մանրամասները հաղորդման ընթացքում։ Շատ յուրահատուկ հյուր եմ ունենալու իմ տուն ռեստորանում։ Մի մարդ, ում շատերը ճանաչում եք հատկապես տարբեր երաժշտական մրցույթներից։ Խոսքը Սյուզաննա Մելքոնյանի մասին է, ով նաև այս պահին Հայ Սուպերստար նախագծի ժյուրիի կազմում է եւ մեծ աժոտաժ է առաջացնում նախագծի ընթացքում։ Գնամ դուռը բացեմ, նա արդեն հասնում է։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, շտապում եմ իմ սիրելի Հերմինե Ստեփանյանի գեղեցիկ բնակարան։ Այսօր նկարահանման եմ իր գեղեցիկ հաղորդման ֆորմատում։ Կարծում եմ ունենք հետաքրքիր թեմաներ խոսելու, զրուցելու, քննարկելու, այնպես որ դիտեք հաղորդումը շուտով Հերմինե Ստեփանյանի YouTube-յան պաշտոնական կայքում։ Վերջապես, ես արդեն չէի հավատում, որ մեր հանդիպումը կա։ Ես էլ չէի հավատում, բարև ձեզ։ Сколько лет, сколько зим, ասում է ամեն ինչի նորն է, լավ ընկերության հինը, Արիկա։ Սյուզ, մերսի, որ վերջապես հասար։ Քեզ էլ մերսի, որ այսքան հանդուրժեցի։ Նա, ես չեմ ասել քեզ այս ամբողջ ընթացքում, թե ինչքան բարդություն է իմ համար առաջացրել մեր ամեն անգամ հանդիպելն ու
չստացվելը, որ նկարահանումը անենք, որովհետև գիտես հաղորդումն իր պահանջներն ունի, արտադրության փուլը եւ այլն եւ իրականում բավականին բարդ է եղել ինձ համար ամեն անգամ նկարումից առաջ, երբ որ հետաձգել ենք հարգելի պատճառով իհարկե, երբ որ գիշերը դու ինձ ձայնային հաղորդագրություն ուղարկեցիր, ինձ ասում եմ բացեմ թե չբացեմ, հաստատ բացելու եմ ասի, չեմ կարողանում գալ ու ես գժվեմ ու չգիտեմ ոնց եմ պահելու ինձ, իհարկե անկախ այդ դեպքերից ես անսահման շատ սիրում եմ քեզ ու գնահատում քեզ որպես երգչուհի եւ որպես ընկեր։ Հիմա ես մինչեւ մեր փրփրուն գինին կլցնեմ, կխնդրեմ ասես ավելի մանրամասն, հա, ինչը խանգարեց մեզ, որ մեր հանդիպումը 3 շաբաթ հետաձգվեց։ Վերջին դեպքը իհարկե շատ ցավոտ էր, բայց ես հետո հավաքեցի ինձ ու հասկացա, որ տատիկս ինձ չէր ուզի այդպես տեսնել, որ ես չեմ գնում նկարահանման կամ պարփակված եմ, որովհետև ինքը իր տեսակով ուժեղ կին է եղել եւ միշտ հետաքրքիր էներգիա է փոխանցել ու վերջին իհարկե մեր պայմանավորվածությունը իմ հետևորդներն էլ գիտեն տատիկիս մահվան պատճառներ դրանից առաջ տեխնիկական էին պատճառները որ ներողություն ընդհատեմ տատիկի մահվան լուրը ինչպես իմացար ներողություն իհարկե ես շանթում նկարահանման էի մինչև այդ գիտեի որ պիտի վիրահատեն ու այնքան հետաքրքիր բան կատարվեց ես երբևէ նկարահանման տաղավարում այդպես լարված չեմ եղել ու անգամ իմ գոլեգաները Անդրեն Գլումովը մի տեսակ զգում էին դե մենք կողքի ենք նստած նկարահանման ժամանակ ու ամեն կարծիք ասելուց անկախ ինձանից ձեռքերս դողում էին անգամ Անդրեն այդ օրը հարցնում էր չէ դու շատ վատ ես ոնց որ քեզ զգում բայց ես ոչինչ չգիտեի այդ օրը ինքը լուսաբացին է մահացել ու ես արթնանում եմ գնում եմ պատրաստվելու գնում եմ նկարահանման զանգարում եմ մայրիկիս ասում եմ որ ամեն ինչ լավ է ու այնքան պրոֆեսիոնալ ձևով են ինձանից թաքցնում բայց այնուամենայնիվ իմ ներսում Ես չգիտեմ, երևի այդ արյան կանչն է, երևի այդ հարազատ ազգ վիճակն է, չգիտեմ, ու ասեմ, որ ընտանեկան մեր որպես այդպեսին առաջին կորուստներ ու նկարահանումը ժամեր տևում է եւ գիշերը արդեն գնում եմ տուն ու ինձ ասում են, որ ինքը մահացավ Եվ ես քեզ մեկ օր առաջ էի դրանից գրել, որ այսինչ օրը ես կարող եմ մենք արդեն գծել էինք Բայց ես քեզ էլ անձնականով հիշում ես գրեցի, որ իրեն իմանալով ես արագ եմ ինձ հավաքել ու չգիտեմ հեռուստադիտող ինչքանով ճիշտ կհասկանա, բայց թաղումից անմիջապես հետո ես վազել եմ նկարահանման ասես ոչինչ էլ չի եղել երբեմն կան մարդիկ ովքեր մեզ չեն հասկանում քանի դեռ մեր դիրքում չեն մեր ապսեի մեջ չեն աշխատանքը մնում է աշխատանք եւ միայն քեզանով չէ դու մի մեծ թիմի հետ ես աշխատում ու դու իրավունք չունես երբեմն կան իրավիճակներ ու այդ նկարահանումը հենց այն պահն էր որ մի ամբողջ նկարահանման թիմի լավ գիտես ես այդ աստիճան չէի կարող փաստի առաջ կանգնեցնել ու դրա համար հետո քեզ գրեցի որ այսպիսի բան է եղել այս անգամ եւ ինձ մի քիչ ժամանակ էր պետք որ ես կարողանայի այսպես խոսել Գիտես բայց ինչը սիրեցի որ դու կարծում եմ ճիշտ շեշտադրում արեցիր մտածելով որ իսկապես տատիկդ շատ կուզենար որ դու սթափվեիր հավաքվեիր ընդունելով փաստը եւ իրողությունը այնուամենայնիվ քո կյանքը բնականon փորձեիր շարունակել այդ շատ կարեւոր բան է երբ որ մենք մեր մտքում հաշվի ենք նստում այն մարդկանց կարծիքի հետ ովքեր նույնիսկ այդ պահին մեզ հետ չեն այլևս որովհետեւ շարունակելով միտքդ ինչու որովհետեւ այս պարագայում երբ քո տատիկն է դու իրեն լավ գիտես ու գիտես իր անցած ուղին կյանքի նույնիսկ այն ժամանակ երբ դու ծնված չէիր ես մտածել եմ մի բան եթե ինքը կյանքում այդքան բան կարողացել էր առանց իր ամուսնու որովհետև պապիկս շատ շուտ է մահացել միայնակ մեծացնել 3 երեխա հա չմանրանամ ես իրավունք չունեմ իր կյանքը բացանելու այսինքն ընդամենը մի դրվագ շեշտեցի ես ուղակի այսպես կոպիտ ասած ես ոչ ոք եմ որպեսի թուլանա
մնամ եւ ոչինչ չանեմ։ Ու ինքը այսպես ամեն անգամ երբ մենք տեսնվում էինք, բոլոր մարդկանց համար ովքեր կդիտեն այս հաղորդումը, խոսքը գնում է իմ մորական տատիկի մասին, որովհետեւ հերոստատիտողը ծանոթ է իմ հորական տատիկի հետ ու ինձ եւ ժառանգել եմ ձայնս։ Եւ ամեն անգամ երբ մորական տատիկիս հետ մենք հանդիպում էինք, ինքը շատ քիչ էր խոսում, բայց շատ արժեքավոր էր խոսում։ Եվ այնպիսի կին էր, որ իր խոսքերի շուրջ այնպիսի սերնդի իմաստուն կիներ, սեփական կյանքի փորձից ելնելով, որ դու կարող ես մտածել այդ խոսքերի շուրջ ու ինչի եմ այսքան բացատրում, որ այս ամեն ինչը հավաքագրելով ես ինձ հավաքեցի ու հասկացա, որ ոչ ինքը հաստատ չէր խրախուսի իմ նկարահանին հետաձգելը, չգալը, հա, որովհետև ինքը միշտ ինձ ասում էր պիտի աշխատես քեզ վրա, պիտի շարունակես, կյանքը պայքար է ու վերջ։ Եվ դա ասում եմ մարդ, որը ոչ միայն լսել է այս խոսքերը իր ժամանակ, այլ ինքն է անցել այս ամենի միջով, այլ պրիզմայից իհարկե։ Բրավո քեզ։ Հիմա անդրադառնանք ուրախ առիթին, ինչի համար եւս մի փոքր ուշացավ մեր հանդիպումը, այդ ընթացքում էլ ես վերջապես կբացեմ մեր խաղունգինին։ Իդեպ շատ եմ սիրում։ Իմ օպերատորը տանջվում է, այնտեղ մտածում այս հիմա բոլորին վնասել եմ, իմ սիրելի խաղունգիններից մեկն է Armenia Wine-ի տակառը։ Մենք այսօր շատ համեղ ուտեստներ եւ խմիչքներ ենք փորձելու միասին։ Ես այսօր մի քիչ կգիրանամ, հազիվ եմ մի հարել։ Ստացվում է, չվախենակ, չվախենակ։ Ահա, այստեղ հատուկ դու ձայնային էֆեկտները։ Ես դա արեցի։ Ես ամենաշատը սիրում եմ այս ծուխը։ Այդ հրեշտակների բաժինն է։ Եվ մնացած պատճառները գիտես տեխնիկապես առաջինը չհասցնելու, որովհետև սիրում եմ իմ եւ քո այդ բնավորությունը, որ մենք նման ենք իրար այդ մասով, որ եթե ինչ-որ բան անում ենք, պիտի անենք մաքսիմալ լավ։ Այսինքն ինչ-որ միջին վիճակագրական բան չեմ սիրում եւ այս պահն եմ շատ սիրում։ Դե սիրում պահ։ Անկեղծ սիրում եմ, շատ բնական է։ Եվ ամենակարևորը շատերը գիտեն, որ ես ունեմ կատու, ով պետք է ունենար ձագուկներ ու հիշում ես ինչպես քեզ գրեցի այդ ժամանակահատվածն է, բժիշկն է, ես գիտեմ, որ շատ ցավոք չկենթանասեր եւ կենթանի չպահող մարդիկ չեն հասկանա, բայց ես ահա որ կենթանասեր մարդ եմ եւ ինքս պահում եմ կատու, հիմա երկրորդը, որովհետեւ ձագուկը ծնվեց եւ չեմ պատկերացնում առանց իմ կենթանիների իմ կյանքը, իրենք մեր պաշտպանության կարիքն ունեն, ինչպես եւ երեխաները եւ ամենակարևորը այն է, որ ես այսօր էստեղ եմ, երկար ժամանակ մենք չենք տեսնվել։ Հիմա երկու փիսա ունես։ Այո։ Ինչպես ես կարողանում հասցնել քո կենսակերպի հետ երկու փոքրիկ անպաշտպան արարածների։ Ասեմ, որ մեկը անպաշտպան չի, արդեն 3 տարեկան է եւ ինքը կոնկրետ ունի իր դիրքերն ու իրավունքը իմ տանը։ Ասեմ, որ անգամ իմ մահճակալի վրա ինքը իր տեղն ունի, իդեպ ի տարբերություն շունիկների, կատուների մոտ հետեւյալ հոգեբանությունն է, սա ես չեմ հորինել, սա այսպես կա, դու ես իրենց տանը, ոչ թե իրենք են քո տան։ Այո, կյանքում մի քիչ կատու է պետք լինել։ Եվ հիմա մի ցավալի փաստ եղավ, որ մնացած ձագուկները ցավոք չապրեցին, դա իմ մեղավորությունը չի, այդպես լինում է կենթանական աշխարհում ու մեկ ձագուկ մնաց, ինքը դեռ շատ պուճուրիկ է, ընդամենը 12 օրական եւ հետաքրքիրն այն է, որ հետևում ես ինչպես են մեծանում այդ անմեղ էակները շնչավոր ու հասկանում ես, որ մարդն ու կենթանին միայն մի բանով են տարբերվում իմ կարծիքով, որ չեն խոսում։ Մնացած ամեն ինչը նույնն է, Ինչ են տալիս քեզ։ Մեծ էներգիա, խաղաղություն, հանգստություն, այն զգացումը, որ դու ինչ որ մեկի համար ապահովություն ես, խնամում ես, դու ես դրանից բավարարվածություն զգում։ Ամեն անգամ երբ ես շատ հոգնած գնում եմ տուն, ես արդեն այս վերջին 12 օրը երկու կատուներից հետ ես մեծ էներգիա եմ ստանում եւ խաղաղություն։ Այն որ ինչ որ շնչավոր անմեղ էակ ունի քո կարիքը եւ սպասում է քեզ տան։ Բրավո քեզ, բրավո Սյուզ ջան, մեկ անգամ եւս բարի գալուստ իմ տուն, իմ նախագիծ։ Ես առաջարկում ենք տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, վերցնենք մեր խաղունգիններ եւ փորձենք առաջին նախուտեստը եւ զրուցենք այն սկանդալից, որը այս օրերին հանգիստ չի տալիս ոչ ոքի եւ ողողված է մամուլը եւ սոցիալական ցանցերը եւ տարբեր բլոգերներ, մասնակիցներ հայ սուպերստարի գրում են, անդրադառնում են դրան։
կխոսենք, կհասկանանք վերջի ինչ էր տեղի ունեցել։ Արդյոք դու այդքան միգերա ես, թե ոչ։ Վաու։ Խոհանոց է մտնում այս սեզոնի թագուհին Ծնեբեկը։ Կարագով եւ բուսայուղով տապակում եմ իմ գեղեցկուհիներին։ Ես կարող եմ արդեն մատուցել։ Ծնեբեկի հետ դնում եմ նաեւ լորիձու, մի քանի կաթիլ կիտրոնի թարմ հյութ, բարակ շերտատած պարմեզան, ավելացնում եմ մի փոքր ոսկե կտավատ եւ սառը մզված ոսկե կտավատի յուղ, անձամբ ինձ համար են քամել արտերընկերությունից, դուք էլ կարող եք պատվիրել, իդեպ խանութում գտնել հնարավոր չէ միայն նախնական պատվերով արտերընկերության սոցիալական էջերից, որովհետեւ բարձրակարգ յուղը չի կարող երկար պահպանվել խանութներում, այն մզվում է անհատական ձեզ համար։ Այնքան սիրուն ամեն ինչ։ Вау, это лоридзу? Это лоридзу. Это очень красиво. Спасибо. Հուսամ նաև համեղ։ Այս ամեն ինչ այնքան սիրուն ես դասավորել։ Մեր այսօրվա հանդիպման ճաշացանկի կոնցեպտը կարճ սեզոնային մթերքներն են, որոնք մի քանի շաբաթ են ընդամենը լինում եւ պետք է բռնացնել այդ պահը, որ թարմ վայելել։ Առաջինը փորձելու ենք ծնեբեկը, թեթև, շատ թեթև տապակած, պարմեզան պանրով, լորիձվով եւ կտավատի սերմերով ու կտավատի յուղով։ Հուսամ կհավանես եւ առաջարկում եմ մեր խաղոնգինին, որը շատ ճիշտ կհամադրվի ծնեբեկի հետ։ Սիրով։ Փորձենք։ Ինձ թվում է դու ներքին զգայարանով զգում էիր, որ ես ինչ եմ սիրում։ Ֆարժան ծնեբեկ հայրեն տարբերակով բոլոր ձևերով սիրում եմ։ Ինչի մեջ որ կա ծնեբեկ, ես պաշտում եմ։ Իդեպ ինքը ովքեր չգիտեն, ես մասնագետներով գիտեմ, որ ծնեբեկը պրոլակտինի համար շատ լավ է, իսկ պրոլակտինը հատկապես կնոջ օրգանիզմում շատ կարևոր ֆունկցիա է կատարում, այնպես որ կանայք ովքեր ունեն պրոլակտինի խնդիր, այո, նույնիսկ թարմ վիճակում կարելի է օգտագործել, այնպես որ եւ ապուշներով եւ ամեն ինչով։ Շատ համեղ է Հերմինե քեզ մոտ ամեն ինչ։ Չգիտեմ, սիրում եմ այս Սոնան երգչուհի մեր բակի ինչպես ասել, հիմա այստեղ լիներ կասեր այս բառը նորից օգտագործում ես։ Կոկիկ է ամեն ինչ։ Շատ կոկիկ է։ Ինչ հաճելի է լսել է։ Սիրուս, ես առաջարկում եւ ճաշենք եւ անդրադառնանք վերջին օրերին։ Իհարկե մինչ մեր հաղորդում պատրաստ լինի, կարող է էլի սկանդալներ լինեն եւ նորություններ լինեն, բայց չգիտեմ։ Բայց չէի կարող չնկատել այն իրարանցումը, որ սկսվեց եթերներից մեկի ժամանակ, երբ կոմպլիմենտ արեցիր մասնակցին, շեշտեցիր նրա գեղեցկությունը, բայց ասացիր, որ երգել չգիտեք։ Հիմա ի՞նչն էր պատճառը դրա, ինչ էր ակնկալում լսարանը եւ ինչու այդպես արձագանքեցին։ Հիմա ինչպես պատասխանեմ, որ ստացվի ոչ շատ այսպես քարոզարշավ, որովհետև եւ չստացվի որպես արդարացում, որովհետև ի սկզբանե ես արդարանալու ոչինչ չունեմ, ի վերջո ես էլ եմ մարդ, ով ունի իր կարծիքը թե որպես մարդ, թե որպես իգական սեռի ներկայացուցիչ եւ առավել եւս այս պարագայում թե որպես ժյուրիի անդամ։ Նախ ասեմ, որ շատ նորմալ է, ինքը ժամանցային երաժշտական հեռուստա շոու է, այսինքն մարդիկ ովքեր այս ամենի գաղափարը չեն հասկանում, պիտի ուսումնասիրեն եւ հասկանան, որ բոլոր բնական երևույթները, որոնք տեղի են ունենում հիմնականում կյանքում, այսինքն զայրույթ, ծիծաղ, էմոցիաներ, չգիտեմ, առանց էմոցիա տեսարան, հա, բոլորը այդ ամենը շատ նորմալ է եւ հետեւյալ դրվագը
Դրա բաղկացուցիչ մասն է կազմում, այսինքն մենք ունեցել ենք հարյուրավոր մասնակիցներ եւ ինչքան մարդ, այնքան տեսակ, երանգ, բնավորություն, պահվածք եւ ոչ բոլորն են կարողանում լարվածությունից ելնելով, չգիտեմ, շատ խանգարող հանգամանքներից ելնելով այդ լարված պահին կարողանալ հավաքվել ու անել, ես որպես այդ ամենի միջով անցած մարդ, առավել եւս այդ ամենը գիտեմ։ Բայց երբ որ ես զայրանում եմ, դա նշանակում է, որ ինձ հասցնում են դրան։ Ես խենթ չեմ եւ պիտի ունենամ, չէ, դրդապատճառ, որպեսզի բարկանամ։ Աղջիկը շատ գեղեցիկ էր եւ անգամ երբ ինքը երգում էր, ես Անդրեին ասացի, ինչ սիրուն աղջիկ է։ Եվ կարծում եմ, որ սա շատ գեղեցիկ երևույթ է, երբ կինը կնոջ իսկապես տեսնում է ու գնահատում։ Ես կարող եմ ասել Հերմինե, որ այստեղ ավելի շատ դա որպես այդպիսին սկանդալ չէր, քան որ մեդիադաշտի քննարկումների շնորհիվ դարձավ սկանդալ որպես այդպիսին։ Որովհետև դու էլ գիտես, որ հեռուստատեսությունում հատկապես նման տեսարանները շատ հնարավոր են հատկապես նման պրոյեկտների շրջանակներում։ Ես ցուցաբերել եմ իմ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ վերաբերմունքը այդ պահին առաջացած պատճառը հետևանքով եւ մասնակցին ասել եմ ոչ, որովհետեւ իր վոկալը ինձ չբավարարեց այդ փուլում։ Եւ մենք այնտեղ նստած ենք, որպեսզի ընտրենք լավագույններին։ Հատկապես որ այդ ամենի հետ մեկտեղ դրսևորվում է որոշակի ագրեսիա, մարդիկ պետք է հասկանան, որ նման հեռուստանախագծում միայն երգելը չէ։ Այո։ Եվ ինչպես մասնակիցները, այնպես էլ կադրից դուրս գտնվող մարդիկ, ովքեր աշխատում են ու առավել եւս ժյուրին, մենք բոլորս մարդիկ ենք եւ մենք էլ ունենք բնական զգացողություններ, ինչպիսին է օրինակ նույն զայրույթը, ագրեսիան։ Ես չեմ կրում պատասխանատվություն նրա համար, թե ով ինչ մտածեց, ամեն մարդ մտածում է այնպես, ինչպես որ ինքն է հասկանում եւ ինքն է տեսնում։ Ես այսպես կարող եմ վերլուծել։ Ես ամեն դեպքում շատ ու շատ մասնակիցների օբյեկտիվ գնահատել եմ, շարունակում եմ գնահատել եւ ժյուրին այնտեղ նստած չի ի հակառակ մասնակցի, այլ ընդհակառակը։ Պարզապես մրցույթը ունի կանոններ եւ մենք շարժվում ենք նաեւ այդ կանոններով, քանի որ մեր քմահաճույքը չի դա։ Ես քանի որ հետևում եմ նաեւ կոմենտներին, մարդկանց վերլուծություններին եւ այլն, երբեմն հանդիպում եմ նման մեկնաբանություններ. հիշիր անցյալը։ Հիշիր անցյալը, որ մնաց դու լինես դատող։ Ամեն ինչ արել եք, մնացել է ժյուրի դառնաք, այդ մոտավորապես այս կոնտեքստով բազմաթիվ կոմենտներ։ Հիմա ինչ հիմնականում fake edge-ից։ Հա, հիմնականում հավանաբար fake edge-ից։ Ինչ սկզբունքով են ընտրվում ժյուրիները։ Ժյուրին ընտրում է պրոդյուսերական թիմը։ Ժյուրին ինքնանպատակ ձևով չի ընտրվում։ Այո։ Եվ մեզանից ոչ ոք, հետագայում դուք կտեսնեք մեր գոլեգաներից, որ մեզ հետ որոշ եթերներին միանում են մեզ, հա, քան որ ի սկզբանե հիմա այս պահի լսումներում տեսել են մեզ, հաջորդիվ սպասվում են ժյուրի կազմում եւս հետաքրքիր ու հաճելի անակնկալներ։ Եվ մեզանից ոչ ոք այդտեղ պատահական նստած չէ։ Ինչ վերաբերվում է իմ անցյալ ասվածին, ես միմիայն հպարտ եմ, որովհետև անգամ իմ պարտությունը ես պատվով եմ կրել եւ հենց իմ այդ քայլի համար նույն հեռուստատեսությունից ստացել եմ հրավեր։ Խոսքը հենց հայ Superstar եւ X Factor շատ քննարկվել է ժամանակին ու անգամ իմ ռուսաստանյան հաղթանակից հետո նորից հանդիսատեսը հիշեց իմ X Factor-յան այդ հետաքրքիր պահերը, դրվագները նախագիծը լքելու եւ առավել եւս այդ պահը թարմ է հիմա հանդիսատեսը ինքն է ինձ հիշեցրել։ Իմ անցյալը այդպիսինն է եւ անցյալի շնորհիվ եմ ես այսօր այդտեղ նստած։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այս վերջին հաղորդումից հետո մի տեսակ կարծես փոխվեց քո որպես ժյուրի մոտեցումները, թե սկսեցին տեսնել, որ դու կարող ես ոչ միայն լինել այն փափուկ, պուպուշ եւ այլն, այլ ոչ, հա, պետք եղած պահին կարող ես նաեւ ատամները ցույց տալ, տեսակը ցույց տալ, կարծիքդ հանգիստ եւ ուղիղ ասել։ Նախ ուզում եմ
մարդիկ հասկանան մի բան, որ ես որևէ մեկին, բացի իմ ծնողներից, ոչինչ պարտավոր չեմ որպես այդպիսի։ Եվ սա այն օղակն էր, որտեղ դրսևորվեց իմ կյանքի բերումով այս մոտեցումը։ Շատ մասնակիցներ, շատ մարդկանց, ընդհանրապես հեռու, մոտիկ, ծանոթ, բարեկամ, շատերին թվում էր, որ միայն որ ես եմ անցել այդ ուղին, ես պարտավոր եմ լինել շատերի դեպքում չէ, ոչ թե պուպուշ, այլ ոչ պրոֆեսիոնալ։ Մենք ունեցել ենք հրաշք երեխաներ, որովհետև 16-ից 25 տարեկան, հա, այդ կատեգորիան է, տեսնում ես լավ էներգիայով բալիկ է կանգնած բեմում, բայց դու այնտեղ չես, որ հոգեպես ու վոկալի առումով չպատրաստ մասնակցի ընտրես։ Բնականաբար էլի այս հաղորդումից հետո էլ կգտնվեն չանցած մասնակիցներ, ովքեր կսկսեն նորից իրենց վիրավորանքը, իրենք այս պրիզմայից են դիտարկում, ես դրա համար չեմ կրում պատասխանատվություն։ Սովորեք ճիշտը վերցնել եւ հոգեբանության լեզվով ասում են, չէ, վտարիչնի выгод։ Ես ամենայն դեպս իմ պարտությունները այդպես եմ տալել։ Եվ ես պարտավոր չեմ միայն նրա համար, որ ես եղել եմ այդ նավի մեջ ժամանակին, որպես մասնակից, բոլորին անխտիր ասելու այո։ Ընդհակառակը ես եղել եմ այն մարդկանցից մեկը, որ հիմա ես ոչ թե գովաբանությամբ եմ զբաղվում, այլ ցիտում եմ այն, ինչ որ կատարվել է, որովհետև երբեմն շատ մարդիկ կամ չեն տեսնում, կամ չեն ուզում տեսնել իրականությունը։ Շատ մասնակիցների ես աուդիշնում փրկել եմ անգամ։ Որոնցից շատերը չարդարացրեցին թատրոնի փուլում իրենց, իսկ շատերը այսպես հեղափոխություն արեցին ու իմ ճակատը պարզ էր, որ իրենց ես ասել եմ այո, եւ մարդը աշխատել է, եկել է ու արդարացնում է իմ այդքան էլ ոչ պինդ այոն, հա։ Մարդիկ միշտ ֆիքսվում են մի կադրի, մի դրվագի վրա, չնկատելով այն մեծ հոսքը լավ կետերի, որը դու ունես, ինչու, որովհետև վատի վրա ինքնահաստատվելը շատ ավելի հեշտ է։ Լավ, վերջը ինչ են տալիս այս մրցույթները։ Դու ինքդ էլ բազմաթիվ մրցույթների ես մասնակցել, հաղթել ես ամենաճանաչվածներում եւ այլն, ինչ է սա տալիս եւ ինչի համար է առհասարակ պետք։ Առհասարակ ես կարծում եմ, եթե այս դեպքում, հա, վոկալիստը, երգիչը մրցութային մարդ է, հիմա ես կվերլուծեմ, թե ինչ է նշանակում մրցութային մարդ, որովհետև դու կարող ես լինել հրաշալի վոկալով մարդ, գեղեցիկ, մի տեսակ վախենում եմ այդ գեղեցիկ բառը հանգիստ ասա, բայց չլինել տեսակով պայքարող։ Դա պետք է լինի գոնե մի փոքր քո ներսում, որպեսզի փորձի հետ դու այն մեծացնես։ Դա տեսակ է։ Կամ կա, կամ չկա։ Այ դա մրցույթները չեն տալիս։ Կա երկու ծայրահեղություն, դու կամ հաղթում ես, կամ կյանքով մեկ պարտվում։ Ես էլ եմ ունեցել շատ պարտություններ, ես էլ եմ ունեցել վիրավորանքներ, բայց չգիտեմ, ինչ որ կերպ կարողացել եմ գտնել այդ ուժը, ու դրա համար ես այն այսպես ասած չակերտավոր հա աթոռին եմ, որում որ կամ այսօր։ Մրցույթները շատ տալիս են օգտակար լիքը բաներ սկսած ճանաչվածությունից, կյանքի ու մասնագիտական փորձից, միայն այն մարդկանց, ովքեր կարողանում են լինել վիճակը գնահատել ճիշտ, այդ պահին քեզ ասված ոչով չտարվել ու չխորտակվել։ Ինքը նավ է, որտեղից կամ դու դուրս ես գալիս հաղթանակած, կամ ընդհակառակը դրվագները քեզ կոտրում են։ Ես այնտեղ չեմ, որ որևէ մեկին կոտրեմ, ես այնտեղ եմ, որ լինեմ օբյեկտիվ։ Շատ անգամներ եթերում հնչում է իմ շուրթերից հետևյալ բառը՝ ես չեմ անի ձեզ արջի ծառայություն, ես կլինեմ ազնիվ։ Ու դրա համար ես ձեզ ասում եմ ոչ։ Հասկանում եք, ես չեմ էլ կարող իմ տարիների այս մասնագիտական ու այլ թեմաներով վաստակը որպես այդպիսին գետնով տալ։ Ինձ վստահել են շատ կարևոր գործ։ Իսկ եղել է մասնակից, որ շատ դժվար է որոշում կայացրել եւ հետո փոշմանել ես կայացրած այդ որոշման համար։ Իրականում շատ բան կա, որ դեռ եթերում չի, մի մասնակից կա, որ իդեպ աղջիկ է, սա բոլոր են մարդկանց համար, ովքեր մտածում են, որ ես ինչ-որ լեգենդ հյուսեցին ես վերջին կադրից ելնելով, որ ես տղա մասնակիցներին ավելի շատ եմ գովում, քան աղջիկ, իհարկե դա ինձ համար աբսուրդ է, որովհետև ես միշտ կնոջ կողքին եմ առաջին հերթին, եթե այս պայքարի մասին է խոսքը։ Աղջիկ մասնակից է շատ հրաշալի ֆակտուրայով, պարզապես այդ օրը իր օրը չէր։
եւ հանդիսատեսը հերոստատիտողը կտեսնի երկրորդ անգամ ինձ զայրույթի ֆոնի վրա, բայց այս անգամ ոնց որ ես վատ ելույթ ունեցած լինեի, այդքան ցավում է, ես հազիվ եմ զսպել իմ արցունքները, որովհետեւ ինձ համար այդ մասնակիցը գալափուլի մասնակից էր, թե իր ֆակտուրայով, թե իր հրաշալի վոկալով եւ թե դաստիարակված լինելով։ Ես այդ պահին այդքան բարկացել եմ, մի տարբար ինձ չի ասել, որովհետև դաստիարակված է։ Իսկ եթե ես զայրանում եմ, ես չափը չեմ անցնում։ Ես էլ ունեմ իմ չափը։ Ես չեմ ասում ինձ ամեն ինչ կարելի է։ Դրանպես ամեն ինչի մեջ, երբ որ ունենում ես չափ ու սահման, դա լավ է։ Իհարկե։ Պարզապես էկրանից են կողմ, երբեմն մենք պետք է հասկանանք, որ այսօր մեր հասարակությունը շատ խոցելի է, մի շերտ կա, որը սարսափելի խոցելի է եւ ինչ էլ դու անես, մեկը ինքը չի հավանելու։ Այո։ Ամբողջ այն ընթացքում, որ մասնակցել ես մրցույթների, հաղթել ես, պարտվել ես եւ այլն, եղել է մի հատ դրվագ, որ մինչեւ այսօր հիշում ես այդ դրվագը։ Այո, որն է։ Դեպի Եվրատեսիլը։ Դեպի Եվրատեսիլից անցել է մոտավոր 9 տարի, ես առաջին ֆինալիստներից եմ։ Ինչպես որ ես այդ տարի եմ պատրաստ եղել մասնակցել երկիրս ներկայացնել այդ բեմում եւ ինձ տեսնել այդ մասշտաբների մեջ, հետո այս 9 տարիներից եւ ոչ մի տարվա ժամանակ արդեն չպատկերացրեցի։ Իհարկե այդ տարի գնաց իմ ընկերուհին Արծվիկը եւ մեր ընկերությունը սկսվեց հենց դեպից ամուր հիմքերով, բայց առանձին պատմություն է, որը կապ չունի իմ գոլեգա ընկերներից եւ որևէ մեկի, դա իմ պատմությունն է, որում հերոսը ես եմ եւ հիմա որ ինձ շատ անգամ ասում են, այ Սուզաննա ջան, այս տարի դուք գնացիք, ես բացատրում եմ, որ ես չունեմ այլևս վաղուց այդ հոգեվիճակը, այդ ցանկությունը եւ այդ մոտիվացիան։ Երևի ամենացավոտը ինձ համար եղել է այդ պրոյեկտը, որ տպավորությունն էր, որ հերոստատիտողը շատ էին սիրում ու քվեարկում էին օգտին, բայց ես վերջին 1.5 քայլում արդեն պարտվեցի։ Եվ եթե ամփոփենք այս հատվածը, մրցութային հայ սուպերստարի եւ այլնի, փորձենք վերջնական տեսքի բերել, ես կուզենայի այն մարդկանց, ովքեր մասնակցում են կամ ուզում են մասնակցել, այդպես մի հատ ամփոփենք, արժի, չարժի, ընդհանրապես խորհուրդ տալիս եք արդեն այս իրականության մեջ, որովհետև այն ժամանակ, երբ որ դուք մասնակցում եք, իրականությունը մի փոքր այլ էր, սոցիալական մեդիաները այսքան ակտիվ չէին, մարդիկ ունեին այդ հետաքրքրությունը բեմ գալու, մրցելու, վաստակելու եւ այլն եւ այլն։ Հիմա ժամանակները այլ է եւ այնուամենայնիվ ամեն դեպքում ես այս պրոյեկտով հասկացա, որովհետև մինչ այդ 2 տարի Ռուսաստանում ես դա ինձ համար մեծ պատիվ է Բասկովի ու Լազարևի հետ կիսել եմ նույն հարթակը որպես ժյուրի եւ իդեպ ովքեր որ մոռացել են կամ չգիտեն, ես վաղուց շատ ավելի խիտ ու օտար հողում, հա, չմոռանանք, եղել եմ ժյուրի, ու սպասված ժյուրի, որպես հաղթած մարդ։ Դա էլ նպաստեց, որ ես կարողացա այս ծանր պատասխանատվության տակ մտնել արդեն իմ երկրում եւ այն պրոյեկտում, որտեղից որ ես ինքս եմ սկսել քայլերս։ Այնուամենայնիվ Հերմինե ջան, վերադառնալով քո մտքին, այո, արժի, որովհետև այդ մտավախությունը ինձ մոտ էլ կար, քանի դեռ մեր առաջին լսումները չէին սկսվել, բայց երբ պրոդյուսերական թիմը ասաց, որ մոտ 800-ից ավելի հայտ է եղել, 7 թե 800-ից գուցե մի փոքր սխալվեմ, դա ինձ շատ բան ասեց։ Դա ասեց ինձ հետեւյալը, որ ինչքան էլ այսօր մեդիադաշտը կա, այդ իրականությունը կա, TikTok եւ այլն, հեռուստատեսությունը եւ նման պրոյեկտները մնում են իրենց անդավաճան դիրքում։ Բայց նայ, նույնիսկ այդ պարագայում թվում է թե Մոսկվայում նման հաջողություններ գրանցելուց հետո հիմա Մոսկվան պիտի այսպես քեզ ձեռքից ձեռք տաներ, չթողնեին նույնիսկ Հայաստան հասնել։ Ինչու այդպես չեղավ այդ պարագայում։ Սա մի քիչ այլ հարց է։ Նա գլոբալ է, սա արդեն որոշակի սուբյեկտիվ մոտեցում ունի։ Տես Ռուսաստանի Դաշնությունում եւ հատկապես White Media Production-ի ցանկացած պրոյեկտում, ինչպես ռուսն է ասում, здесь и сейчас։ Եվ մի առիթով ասել եմ, հիմա եք ասեմ, ես այդ եթերաշրջանի հերոսուհին էի։ Հետո գալիս է մեկ այլ հերոս կամ հերոսուհի եւ այսպես շարունակ։ Եվ ուզում եմ, որ հաղորդումը դիտող մարդիկ, ովքեր գուցե գտնվեն են մարդիկ, ովքեր ինձ են գրել նման բաներ, հարցումների տեսքով, որովհետեւ իմ հաղթանակի աղմուկը շատ մեծ էր, հասկանալի պատճառներից ելնելով,
ոչ մի ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ չի սպասում այլ ազգի ներկայացուցիչի, որ ինքը գա, ինչ որտեղ իրենց տեղը զբաղեցնի, հա, սա շուկա է։ Դու պիտի կարողանաս քո այդ ռեսուրսները եւ այդ պահի, այդ ֆոնի վրա շատ բան անես ինքդ քո կարիերայում։ Հաջորդիվ եկան հաջորդ եթերաշրջանները եւ հաջորդ հերոսները։ Պարզապես իմ դեպքում ես հպարտությամբ պիտի ասեմ, որ թե ռուս հերոստադիտողը, որովհետեւ ես ունեմ նաեւ Ռուսաստանից հետևորդներ եւ թե հայ եւ սփյուռքահայերի մեջ, հա, իդեպ իմ կապը շատ մեծ է մեր սփյուռքահայերի հետ, ինչի համար շատ ուրախ եմ։ Մինչև օրս չեն մոռանում հենց իմ հաղթանակը։ Ես չգիտեմ ֆենոմենը ինչու՞ն է, բայց մենք ունեցել ենք էլի տաղանդավոր հաղթողներ, որոնց հետ ես հետո եղել եմ նույն բեմում գալա համերգին, բայց իմ հաղթանակը չի մոռացվում։ Երևի իմ հաղթանակը այս հաղթանակի մեջ սա էր։ Օ, հրաշալի։ Մենք ավարտենք մեր նախուտեստը, հետո կանցնենք տաքուտեստին եւ զրույցը կլինի էլ ավելի տաք։ Շատ։ Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը ուզում է ձեզ մեկ անգամ եւս հիշեցնել, որ մետաղապլաստե պատուհանները շատ կարեւոր են։ Հատկապես երբ տանը ուզում ես լինել լռության մեջ, տաքության ու ջերմության մեջ եւ դրսի աղմուկը չխանգարի եւ չփչացնի քո օրվա հանգիստը եւ ամբողջ կյանքը։ Ընթերցելը գերագույն հաճույք է ինձ համար, անշուշտ լռության մեջ ընթերցելը։ Աղմուկը անտանելի է, աղմուկը չի դադարում ոչ մի վայրկյան, որովհետև փողոցն է աղմկոտ, խցանումներ, մեքենաներ, ազդանշաններ, փրկությունը մեկն է, ունենալ ձայնամեկուսիչ ամենավորակյալ դռներն ու պատուհանները։ Ամենավորակյալ մետաղապլաստե դռների եւ պատուհանների համար ես իհարկե գնում եմ Վալան գրուպ։ Այստեղ ներկայացված մեծ տեսականուց ես ընտրում եմ Վեկա ապրանքանիշի մետաղապլաստե դռներն ու պատուհանները։ Վեկա ապրանքանիշի մետաղապլաստե դռներն ու պատուհանները ապահովում են բարձր ձայնամեկուսացում եւ ջերմամեկուսացում։ Իդեպ, մետաղապլաստե պրոֆիլները շատ ավելի մատչելի են ալյումինից։ Վերջ, այսուհետ ես կընթերցեմ միայն լռության մեջ։ Վալան գրուպ, միշտ մեկ քայլ առաջ։ Պատրաստելու եմ շատ հետաքրքիր ջեռեփուկ եւ վրան դնելու եմ այս սեզոնի թագուհուն կապույտ ոտքով սունկը։ Տաք բուսայողի մեջ տապակում եմ մանրացրած սոխը։ Ավելացնում եմ տավարի աղացած միս, հիշեցնում եմ, որ ես օգտագործում եմ բարձրակարգ միս, որը պատվիրում եմ ողջաբերդ ընկերությունից, ձեզ եմ խորհուրդ տալիս, կարող եք զանգահարել 093 409 163 հեռախոսահամարով եւ պատվիրել մեծ զամբյուղ տարբեր մթերքներով, որի մեջ կլինի նաև այս աղացած միսը։ Համեմում ենք։ Ես ավելացնում եմ նաև սեփական հյութի մեջ պահածոյացված լոլիկ, որը ես շատ եմ սիրում։ Փոքրել լոլիկի հյութ կավելացնեմ։ Մինչ միսը համեմունքներով տապակվում է, ես պատրաստեցի բեշամել սոուս, բաղադրատոմսը կգրեմ ներքևում։ Եվ ավելացնում եմ հալվող պանիր։ Իդեպ Վանաձորից եմ գնել այս պանիրը, տեղական արտադրության պանիր է, հրաշալի էր ուղղակի։ Վանաձոր forever։ Ես պաստան արդեն նախապատրաստել եմ եւ լցրել եմ ջեռոցը դնելու տարայի մեջ։ Վրան ավելացնում ենք միսը։ Եվ ավելացնում եմ բեշամել սոուսը։ Մինչ ջեռեփուկս թխվում է ջեռոցում, ես ուտեստի թագուհուն նախապատրաստեմ կապույտ ոտքով սունկը, պետք է տապակել կարագով եւ համեմունքներով։ Թարմ ուրց եմ ավելացնում սնկին, աղ եւ կարմիր պղպեղ։ Վերջ, սկսեմ մատուցել։ Վերջ, թխվել է արդեն մեր ջեռեփուկը, մնում է վրան դնենք սունկը։ Нет, ну это очень... Երբ որ ես Վենետիկում էի, այո, այնտեղ պալատ կա, ու այդ պալատը որպես ռեստորանա իսկական պալատ է, իսկական։ Մեզ տարան այնտեղ ընթրիքի, ես այնտեղ երկելու էին ինձ հրավիրել, ու այնքան դու մատուցում ես,
ու այդ չգիտեմ շունչը կա այդ պալատի անկեղծ եմ ասում որ այսքան սիրուն այսքան էսթետ այնքան հետաքրքիր է անցել է արդեն 3 տարի բայց այսօրվա պես ես հիշեցի այդ մատուցումը ես գիտեմ որ դու չես սիրում քաղցրի եւ քաղցրն ու աղին իրար հետ ես գիտեմ որ դու պաստա ես շատ սիրում ինձ որ ասում են ձեր սիրելի ուտեստը թփով տոլմա պաստա թփով տոլմա պաստա եւ ես չէի կարող բաց թողնել այս կապույտ ոդկով սնկի սեզոնը, որը շատ կարճ է տևում, բայց իրական սիրում եմ սեզոնային, իրական թագուհի է եւ առաջարկում եմ համադրենք մեր պաստայի հետ Armenia Wine-ի տակառ շարքի ռոզեն, բերք 2022 թվականի է եւ ես էլ ես շատ սիրուն լուծ պիտի որ հրաշալի համադրվի հենց այս ուտեստի հետ Իդեպ հատուկ տեխնիկա կա չէ գինու առաջինքից անցալելու եւ այլն այո հատկապես կարմիր գինիներին ունեցել եմ ցավոք երկողներին գինի շատ չի կարելի չնայած որ ես շատ եմ սիրում բայց երկիչներին ձայնալարերի համար ցավոք այդ բնությունն է այդպես բայց դա չի խանգարում ինձ սիրել մեկ կումին չի մեկ կումի համար արգելքներ չի դնի դե շատ այդպիսի բան կա բայց եթե բալանսը պահում ես եթե չեմ չարաշահում անպայման ինձ հաճելի է վայ ինչ լավն է հետ համը ֆանտաստիկ է բոլորը փորձենք մեկումա ու ես Հերմինե Ես գիտեի ես եմ լավ խոհանոցից Բայց ես չի խանգարում Ես որովհետև մարդիկ գիտեն ես իմ երկրորդ կարևոր ֆունկցիան տանը երկելուց բացի այդ խոհանոցն է Եվ անպայման մատուցումը, սպասքը ինձ ճանաչող դրա համար ես հիմա վայելում եմ այն ինչ որ դու անում ես Ինչ հաճելի է Ինձ թվում էր ես եմ լավ խոհանոցից բայց տեսնելով Իդեմս քեզ իմ ավակ ընկերոջ հասկացա որ ես պիտի գամ դասընթացների քեզ մոտ ես երբեք իդեպ միշտ սիրում եմ նոր ու հետաքրքիր բաներ սովորել Դե ուրեմն միշտ պիտի սովորես Ուրա Սյուզ ես հիշում եմ որ տարիներ առաջ մի օր դստրիկիս հետ գնացել էինք ֆիլմ նայելու եւ կինոթատրոնում աշխատող աղջիկների գեղեցկուհիների մեջ ես քեզ տեսա ես այդ հանդիպումը ճիշտն ասած չեմ մոռանում որովհետեւ եւ շատ ուրախացա որ կարողանում ես աշխատել եւ հաստատել եւ այլն բայց մյուս կողմից ափսոսանք ունեի որովհետեւ մի հզոր ձայն, որը կարող էր օգտագործվել, կարող էր անդադ process-ի մեջ լինել եւ այդ ժամանակը տրամադրել բեմին, փորձերին, ձայնագրություններին, գնում էր այդ էներգիան կողքից գումար վաստակելու համար։ Հետաքրքիր է կյանքիդ այդ этаպը ինչպիսին էր եւ մի քիչ պատմի էլի դրա մասին։ Երևի դու մոռացել ես Հերմինե, բայց դա պանդեմիայի ժամանակ էր։ Դա պանդեմիայի ժամանակ էր, երբ Այո, ես պիտի ձայնագրվեի, երգեի, բայց ցավոք աշխարհի կտրվածքով հայտարարված էր արտակարգ իրավիճակ, իդեպ ատում եմ այդ բառակապակցությունը, վատ հիշողությունը, այդ արտակարգ բառը վատ հիշողությունը։ Բա որ իրավիճակն է կողքն է լինում։ Այդ իրավիճակով պայմանավորված հասկանում ենք, որ մեր ոլորտը առաջնային գծում էր ու մենք ուղղակի չէինք աշխատում։ Ոչ միայն երգիչներս, այլ նաև բոլոր այն մարդիկ, ովքեր ոլորտի հետ կապ ունեն։ Պիտի լինեմ անկեղծ, ես որպես այդպեսին երևելի ֆինանսական օգտակար վիճակ չունեի, հա, վաստակ։ Ավելի շատ ծանրաբեռնված խիտ կյանքով, գույներով առօրյա ունեցող մարդը երբ մատնվում է պարապուրդի լավ 1 օր, 2 օր, լավ 1 ամիս, լավ 3 ամիս, բայց 10 ամիս դա դու կհասկանաս ինձ եւ մեր ոլորտի իսկապես նվիրալներ, ովքեր առավոտից երեկո 24/7-ի վրա միշտ նվիրված են եղել իրենց աշխատանքին։ Հոգեբանական տեսանկյունից դժվար էր ու ես ավելի շատ կորցրել էի իմ կապը առհասարակ մարդկանց հետ եւ դրանից տուժում էր իմ հոգեվիճակը ու որպեսզի ես վերջնականապես չխելագարվեի ես սկսեցի փնտրտուքներ
մեդիա դաշտը ամեն դեպքում այնտեղ արտակարգ իրավիճակ չէր կար եւ շատ ու շատ մարդիկ էին այդ ժամանակ զբաղվում ոչ իրենց գործով, ոչ իրենց մասնագիտական աշխատանքով, բայց ես այն մարդկանցից եմ, որ կարևոր է լինի աշխատանք։ Ես սիրում եմ աշխատել։ Եվ ոչ միայն քեզ եմ տեսել, այլ այսօրվա պես հիշում եմ մեր արժանահիշատակ Հայկոն, Արմանի հետ եկավ, բայց ես այդ ժամանակ թաքնվեցի։ Ես թաքնվեցի, որովհետև 1-2 ես պատրաստ չէի տեսնելու իմ ավագ ընկերներին, ավագ գոլեգաներին, չնայած որ բոլորդ էլ են մարդիկ էիք, ովքեր ունեին ներքին կուլտուրա, դաստիարակություն եւ շատերը էլ ինձպես չէիք աշխատում։ Իհարկե դժվար էր, որովհետև ու ասեմ դրան զուգահեռ ես այդ ամիսներին կապի մեջ էի նոկովսիվմիստի պրոդյուսերական թիմի հետ, ադմինիստրացիայի հետ եւ մի բան եմ ուզում ասել, մարդիկ չգիտեն սա, ուրեմն երբ արդեն ինձ ձմռանը ասացին, որ դուք անցել եք, մենք ձեզ սպասում ենք Մոսկվայում, այնտեղ կային գիշերային հերթափոխ ասվածը։ Մինչև գիշերվա 1-2-ը, հա, այսինքն հերթափոխը ցերեկվա հանձնում էր մեզ եւ շարունակում էինք այդ ամեն ինչը մենք։ Ու տիկին Նարին եկայի դեպ իրեն ջերմ ողջույններս, եթե ինքը կդիտի հաղորդումը, տիկին Նարինեն գիտեր, որ ես ինչ որ մի բանի եմ պատրաստվում։ Ու անդադ տեսնում էր, որ ազատ ժամանակ ես ինչ-որ տեքստեր եմ բրբտում, տեքստեր եմ սովորում, որովհետև երգս արդեն հաստատել էին Roxette-ի It Must Have Been Love։ Ու պարադոքս է ամեն ինչի, ես այդ երգը պարապում եմ Cinema Star-ի ազատ դահլիճներից մեկում, տիկին Նարինես հանդիսատեսին մյուս դահլիճներում շարունակում են ընդունել, ինձ ասում է գնա պարապիր, իհարկե կես ձայն, որովհետև ձայնս չէի կարող արձակել, ընդամենը կես տարի հետո Roxette-ի խումբը ինձ գցում է իր պաշտոնական կայք իմ ելույթ եւ ասում Thank you Armenia։ Անկամ հիմա փշաքաղվեցի, երևի թե այս դրվագները մեզ պետք են հաջորդ համաշխարհային կադրերը, էմոցիաները կամ դրվագները մեր կյանքում ունենալու համար։ Եթե կան մարդիկ, ովքեր դիտում են այս հաղորդումը ու ապրում են իրենց անձնական կյանքում ճգնաժամ, ընտանեկան կյանքում ճգնաժամ, կարիերայում ճգնաժամ, երգող լինել այստեղ կապ չունի, առհասարակ, դա հոգեվիճակ է, դա փորձ է, որը յուրաքանչյուրը անցնում է։ Իրենց իսկ թույլտվությամբ ուզում եմ խորհուրդ տալ, որ ես բազմիցս իմ մաշկի վրա զգացել եմ, ինչը նշանակում է, որ միշտ մեզ ասում են, չէ, թունելի վերջում լույսը կա։ Ես ոչ միայն լսել եմ դա, այլ նաև ապրել եմ, զգացել եմ ու դեռ շարունակում եմ ապրել, որովհետև կան բաներ, որ իհարկե արդեն այսօր այլ ճանաչվածություն կա, այդ որ ասում են I'm a public, հա, բայց բաներ կան, որ ես էլ ու իմ նման մարդիկ մենք երբեմն չենք խոսում, չենք արտահայտվում, բայց շատ բան նաև մեր կյանքում շարունակում է էլ ավելի խտացված ու մասշտաբային տեղի ունենալ։ Պարզապես մենք չենք բարձրաձայնում դրա մասին։ Սյուզ երբ ես եղել Անդունդի եզրին։ Բոլորովին վերջերս։ Բոլորովին վերջերս, երբ վերադարձա Ղազախստանի վերջերս ասելով 6-7 ամիս առաջ, մոտավորապես կես տարուց մի քիչ ավելի, երբ վերադարձա Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքից հաղթանակով, ու ես սա առանձնանում եմ բոլոր հաղթանակներից նրանով, որ ես հաղթել եմ թշնամուն։ Բեմում էին Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները եւ Grand Prix-ն տալիս են Հայաստանի ներկայացուցիչին։ Երբ ես վերադարձա այդ մրցույթից, այնտեղ ունեցել եմ դժվար օրեր, ֆիզիկապես մենակ էի, մեկնել էի մենակ, ինչպես միշտ ինչ-որպես ծանր բանի տակ էի մտել, բոլոր պրիզմաներից, իհարկե քարկոծողներ էլի եղան ինչու տուրան, բայց ես հպարտ եմ, ես հաղթել եմ։ Եվ դրան հաջորդեցին ամիսներ շարունակ իմ վատառողջ լինելը, ես այդ Անդունդի եզրին ասվածը երևի դա այն միակ օրն էր 7 ամսվա մեջ, երբ ես արթնացա ու հասկացա, որ գուցե սա իմ կարիերայի վերջն է, գուցե ես այլևս չեմ կարող երգել, ինչու, որովհետև անդադ պայքարում էի ու չէր վերականգնվում ձայնս, այս պահին ինձ թվում էր ես առողջ եմ, վերջ, այդ վիրուսային թեման անցել է, հաջորդ օրը նորից կրկնվում էր, բարի ուղիղ ու լայն իմաստով,
ու ես զգում էի իմ ընտանիքի անդամների աչքերից իրենց սարսափը, որովհետև այն ինչը որ ես տեսել եմ իմ տանը, չի տեսել ոչ ոք, բացի հատուկենտ մարդկանցից։ Ես օրերով պարկում էի տաքության մեջ եւ չէի վերականգնվում, բժիշկների հսկողություն, չգիտեմ, այս մասնագետից այն մասնագետը, ես էլի չէի ուզենա խոսել սրա մասին, բայց ես կարծում եմ, որ վերջապես արժի ինչու, որովհետև կա կոնկրետ լսարան, որը ինձ միշտ սպասում է, հավատում է եւ մի տեսակ արդար չի իրենց նկատմամբ այս լռությունը։ Ես այսպես իր շուրջը պտտվել եմ թեմայի 1-2 անգամ, բայց հիմա եւի պահ հասունացա, որ պիտի ասեմ, ունեի ձայնի խնդիր, որը մի քանի ամսվա կտրվածքով իրար ետևից փուլ առ փուլ մեկ օր գայմարիտ էր ինձ մոտ, հաջորդ օրը անգինա, մյուս օրը կորոնավիրուսի նոր տեսակ եւ երկող մարդու դեպքում ու այդ շրջանում ես մասնակցում էի, պիտի մասնակցեի շատ կարեւոր համերգների մասշտաբային, ինձ անդադ գրում էին, որ հանդիսատես այս պահին կազմակերպիչները ծափահարեց քո առողջության համար, իսկ այդ պահին ես պայքարում էի, արդյոք կարող եմ երգել թե ոչ։ Հիմա գիտեմ կգտնվեն մարդիկ, որ գուցե մտածեն, դե լավ, պրոֆիլակտիկ անգինա է կամ չգիտեմ ինչ, բայց սա պարզապես վիրուսային հիվանդությունների շրջան չէր իմ կյանքում։ Ես շատ հայացքներ փոխեցի այդ ճանապարհին իմ մեջ, ստիպված շատ մարդկանցից հրաժարվեցի, շատ մարդկանց իմացա, հասկացա, շատ մարդկանց լավ իմաստով բացահայտեցի եւ կարծում եմ, որ իմ վերջին մրցույթից հետո Աստված գիտեր ինչ էր անում։ Ես ավելի մոտեցա Աստծուն, ես հիմա փոքր բարբերություններով կարդում եմ Աստվածաշունչ, որովհետեւ գիտես քո ուղակի գիրք չէ, եւ իմ կյանքը այս բան չեմ պատկերացնում ամեն կիրակի պատարակների։ Ես ինչ ես մենակ ես ամեն ինչի մեջ։ Իրականում մենակ չեմ, ընտանիքս ինձ հետ է, բայց ինչ որ մի փուլում իրենց ինձ հետ լինելը ավարտվում է, ես եմ մենակ։ Չգիտեմ, այդպես ստացվել է։ Նաև մենակ ես ապրում։ Այո, ես եմ ընտրել դա եւ մեր ընտանեկան պրոֆիլակտիկ կառուցվածքը կյանքի ընթացքում եկավ բերեց նրան, որ ես որոշեցի, որ ես պիտի ապրեմ առանձին, հարգելով իմ ընտանիքի բոլոր անդամներին եւ կարծում եմ հենց սա է պատճառը, որ ել ավելի ես ուժեղացա, ավելի գտա կյանքում ինքս ինձ հետ խաղաղ լինելու այդ գրավականը, որովհետեւ մի առիթով ասել եմ, հիմա էլ կասեմ, ես եղել եմ շատ տաքարյուն մարդ, լսելու ունակություն չունեցող, անկառավարելի։ Այո, գերակտիվ, բայց հիմա դրա բոլորովին հակառակն է։ Նույնիսկ ունեմ ընկեր, ով ասում է, ես մեկ-մեկ ուզում եմ տեսնել այն բարկացող Սյուզին, ես կարոտում եմ այդ Սյուզին, բայց ես չեմ ուզում տեսնել այդ Սյուզին, այս Սյուզին ինձ ավելի է դուր գալիս։ Ումից էիր փախնում, երբ ծնողներիցդ առանձին սկսեցիր ապրել։ Չէի փախչում, ուզում էի ուժ հավաքել ավելի կայանալու կյանքում։ Արդյոք չվիրավորեց քո որոշումը իրենց։ Բացարձակ, որովհետև ես երբեք չեմ եղել պապինը դոչկը կամ մամինը դոչկը։ Ես ուզում եմ, որ ինձ ճիշտ հասկանան, ոչ թե որ ես արդարանում եմ, իմ կապը ծնողներիս հետ շատ ուժեղ է, իրակը ավելի ուժեղ, քան եթե ես իրենց հետ ապրեի, որպես այդպիսին։ Գիտեմ, որ շատ հայկական ընտանիքների համար դա նորմալ չէ, բայց ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, որ իրենք շատ ուրիշ կերպ են նայել այս հարցին, իրենք հարգել են իմ ընտրությունը, ինչու, որովհետև գիտեին, որ ես կարող եմ, եթե ես լինեի ձվից նոր դուրս եկած թույլ ճուտիկ, իմ տեսակով, հա, վստահ եմ իրենք դա թույլ չէին տա առաջին հերթին ինձ համար։ Բայց ես ուզում եմ, որ սա չլինի պրոպագանդա, որ պետք է առանձին ապրել, սա իմ կյանքի պատմությունն է։ Ես բացառապես խոսում եմ իմ կյանքի պրիզմայից, թե ինչպես եմ ես ճիշտ գտել իմ կյանքի համար եւ ինչքան շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին այս ամեն ինչի համար։ Ու երևի թե դրանով է պայմանավորված, որ ֆիլտրս շատ ուժեղ է աշխատում, ես
Գուցե բարդ եմ անձնական կյանքում, չգիտեմ։ Ուր է այն տղամարդը, որ պիտի հիմա երջանկացներ քեզ։ Եթե իմանաք ինձ էլ ասեն։ Գիտես, Հերմինե, կա երկու ծայրահեղություն, կար մի շրջան, որ ես շատ էի մտածում այդ թեմայով առավոտից երեկո։ Անդադ երգում էի հարսանիքներ։ Ես անդադ մտածում էի, где этот суженый мой ряженый։ Եվ այն եւ երևի դա կապված է նրա հետ, որ ես գրեթե ամեն օր երգում էի հարսանեկան արարողություններ։ Ու իմ երաժիշտներն ինձ ասում էին «Սյուս, այսօր էլ ամուսնացան դու չա»։ Իհարկե այդ ամեն ինչը հումոր էր, մենք երաժշտախմբի հետ շատ հաճույքով ենք կատարել մեր աշխատանքը ունեցել ես իմ կյանքում, միշտ ասում եմ իմ հարսիկներն ու փեսաները, իմ աշխատանքային կյանքում, հա, բայց շատ արագ ինձ մոտ այսպես գիտես ծայրահեղությունից ծայրահեղությունն է, չկա այսպես միջին վիճակ։ Հիմա դրա հակառակն է, չեմ մտածում, ավելի շատ մտածում եմ ճամփորդելուս մասին, որովհետև մի այլ կարգի ես մոտիվացվում եմ առհասարակ կյանքում, ապրելու, արարելու, ստեղծագործելու, երբ ես ճամփորդում եմ։ Ու ի վերջո ես հիմա համենայնդեպս կյանքիս այս փուլում կարող եմ ասել, որ երևի թե մեզանից յուրաքանչյուրը ի վերջո ունի իր համար նախատեսված իր անձնական կյանքի բուրըն էպոխան, եթե այսպես ձևակերպեմ, հա, որ շատ պաթետիկ չհնչի ներողություն։ Բայց ունեցել ես մեծ սիրո պատմություն, որ կորցրել ես։ Գիտես, որպես այդպեսին չէ։ Ու հիմա գիտեմ, որ ինչու գիտեմ, որովհետև երբ շատ մտերիմ շրջապատում այսպես սեղանի շուրջ բանավիճում ենք, զրուցում ենք, դե լավ, դե բացվիր, չի կարող այդպիսի բան էլ, ասում եմ ժողովուրդ, չի եղել այդպիսի բան։ Եղել է հրապուրանք, եղել է կապվածություն, դա ինձ համար մի քիչ այլ բան է, որովհետև այդպես սիրո գեղեցիկ պատմությունից այդքան շուտ չեն հրաժարվում եւ անցնում բնականon կյանքին։ Ես ավելի շատ ունեցել եմ կապվածություն եւ ժամանակին նեղացել եմ այդ մարդկանցից, որ եղել են ազնիվ հարգելով ինձ իմ տեսակը, իմ դիրքը, ասելով, որ իրենք պատրաստ չեն։ Իհարկե այդ պահին քեզ մոտ աղջկա կան էմոցիաները, ոնց թե բա մենք այսքան շփվում ենք եւ այլն, արդեն գալիս է օֆիցիալ դարձնելու, հա, հարաբերությունները, որովհետեւ ես ամեն մեկին բարև տալուց հետո չեմ ներկայացնում իմ ծնողներին, հա, այդ մարդը նաեւ պիտի հասնի այդ վիճակին, մեծամտորեն չհնչի, բայց պատկերացնում եք ամեն մեկի հետ նախ ոչ թե ամեն մեկի հետ, այլ ամեն հնարավոր հրապուրանքի հետ կամ հրապուրանքի հետ ես ծանոթացնեմ իմ ծնողներին, ես այդպես նախ չեմ ունենա լուրջ մոտեցում իմ ծնողների կամ իմ մտերիմ ընկերների առաջ, որոնք իդեպ շատ քիչ են ընկերների առումով, որոնց կարծիքը այդ չափ ես հաշվի կառնեմ եւ կլսեմ իրենց, մի քանիսն են։ Եվ երբ բանը հասնում էր արդեն դրան, հակառակ կողմը այսպես շատ հոգեբանական, դրամատիկ, գեղեցիկ զրույցի ներքո ասում էր, որ դու այնքան լավ բաներ են ասում ու վերջում հետո ասում են, չէ, գիտես, դու այնքան պատասխանատու աղջիկ ես, այնքան կյանքով լեցուն, չգիտեմ, արի չամուսնանանք խոսքերի շարան։ Ու ինձ մոտ այսպես դիսոնանս է, ոչ երաժշտական դիսոնանս, որ լավ, եթե այսքան լավ բանը կա, բա ինչու պատրաստ չես։ Հետո արդեն երբ որ դու կարդում ես շատ գրագետ գրքեր, ճամփորդում ես, շփվում ես այլ մենտալիտետ ունեցող այլազգի մարդկանց հետ, մի քիչ լայն ես սկսում մտածել, դու հասկանում ես, որ դա քո խնդիրը չէր։ Դա դիմացինի խնդիրն էր, որովհետև դիմացինը պարզապես այդ պահին հարգեց քեզ, բայց փրկեց իրեն։ Եվ ազնիվ եղավ։ Իհարկե, սա է ավելի շատ եղել ու եթե կար մի ժամանակ, որ ես մտածում էի, վայ, ինչու այս մեկը, այս Մարիամիկը կամ այս իսկուհին ամուսնացան, ես ոչ, որովհետև այնքան էին ինձ հարցախեղ տանում, լավ ես հաղթանակներ ես, համերգները հայ աղջիկ ես, դու պիտի սերունդ տաս եւ այլն, ես էլ ինչ որ այդ երանգի տակ էի մնացել։ Հիմա ոչ թե ես ինչ որ արհամարում եմ այդ միտքը կամ ոչ adekvat եմ մտածում։ Իմ կյանքի այս փուլի համար ես ընդհանրապես չեմ ուզում ամուսնանալ։ Կյանքիս այս փուլի համար։
Ես ուզում եմ ավելի կայանալ, որ ավելի լավ ծնող լինեմ, ավելի առողջ ծնող լինեմ իմ երեխայի համար եւ հնարավորինս հետագայում չհամաչեմ իմ ընտրության համար։ Իսկ դրա համար աշխատել է պետք։ Հրաշալի, ես առաջարկում մեր տաքուտեսը ավարտենք, անցնենք մեր քաղցրավենիքին, որովհետև շատ ուղիղ կապ է ունենալու այս սեղանի յասամանների հետ։ Եվ մի փոքր ուզում եմ էքսպերիմենտ իրար հետ անենք։ Բայց ինչ կասեմ արդեն այնտեղ։ Սիրով։ Այս դարում առանց սմարթֆոնների իհարկե հնարավոր չէ եւ անընդհատ պետք է հետևել տենդենսներին եւ թարմացնել հեռախոսը, հատկապես երբ խոսքը գնում է iPhone-ի մասին։ Իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը սիրով նվիրում է iPhone 15, եթե դուք գնում եք 10 կՎտ կամ դրանից ավել դրվածքային հզորության արևային կայաններ, այնպես որ շտապեք ձեռք բերել այս արևային կայանները։ Ընդհանրապես հետևեք Ital Solar-ի պաշտոնական էջերին, որովհետեւ նվերները բազմաթիվ են եւ բազմազան, իսկ iPhone 15-ից իհարկե հրաժարվել ոչ ոք չի ուզում։ Յասամանով ոչ միայն հիանում են, այլ նաև ներառում են տարբեր ուտեստների մեջ յասամանը։ Եվ այսօր ես պատրաստելու եմ յասամանով օշարակ, մատուցելու եմ պաղպաղակի հետ։ Մեզ անհրաժեշտ է 1.5 բաժակ ջուր։ Առանձնացնում ենք յասամանի թերթիկները, ծաղիկները։ Պետք է լվանանք։ Եռացող ջրի մեջ ավելացնում եմ յասամանի ծաղիկները։ Եռացնելու ենք մոտ 10-ից 15 րոպե։ Հիմա պետք է քամենք, որովհետև ծաղկաթերթիկները մեզ այլևս պետք չեն։ Կրկին դնում ենք կրակի վրա, ավելացնում եմ 2 ճաշի գտալ շաքարավազ եւ կիտրոնի կեղև քերած։ Եվ մի քիչ է կիտրոնի թարմ հյութ։ Երբ արդեն սկսում է պնդանալ մեր օշարակը, նշանակում է պատրաստ է, շատ չթողեք պնդանա, որտեղ սառելուց հետո ավելի պինդ է լինելու։ Սկսում եմ մատուցել։ Յասամանի օշարակը ավելացնում եմ պաղպաղակի վրա։ Եվ իհարկե մատուցելու եմ գեղեցիկ յասամանի ծաղիկով։ Ай, иду к тебе навстречу, я несу тебе цветы. Դուք անցնում եք հաջորդ փուլ։ Մենք ասենք Ես դες ասում եմ այո։ Մենք ասում ենք դες այո։ Դարարարամ։ Սյուս։ Հիմա մենք իրար հետ փորձելու ենք պաղպաղակ յասամանի օշարակով, որը ես եմ պատրաստել։ Չէ, ես հաստատ գալիս եմ դասերի քո մոտ։ Աստված։ Իհարկե, ես քանից դες գնում եմ վազելու առավոտյան։ Մի հատ նայեք էստեղ էլի։ Ну, հուսամ Hermine, мы сестры по духу. Հաջորդ երգը մենք Сестры по духу. Վաու։ Մի հատ փորձի ու ասա հավանում ես թե չէ։ Պիտի ոչ շատ յուղ Յասամանի օշարակ առաջին անգամ եմ լսում, ճիշտ ասած նման բան։ Վերջին դեպքերից հետո ինձ պետք է։ Վստահաբար։ Սյուս մի հատ Շատ բան հետաքրքիր համուններ։ Մի հատ բան հարցնեմ, էլի, ինձ մոտ տպավորություն էր, որ քո այդքան հաղթանակներից, քո աստվածային չեմ վախենա այս բառից, աստվածային ձայնով եւ ամեն ինչով, քո ճանաչելիությունն ու պահանջարկը պիտի շատ ավելի շատ լիներ, քան ինձ մոտ տպավորություն է, որ կա։ Ինչն է պատճառը եւ արդյոք դա ճիշտ է թե զուտ իմ տպավորությունն է։ Իրականում միշտ ես ասում եմ կարող է լինել ավելին, ես ինքս էլ տեսակով այդ մարդն եմ։ Հիմա կպատասխանեմ շեղվեցի։ Շատ նուրբ է։ Շատ վաու, որ խոսքերը այս դեպքում են ասում ավելորդ։ Շնորհակալ եմ։ Իրականում կա այդպիսի բան, որովհետև ես ինքս էլ ցանկացած ելույթից ու ընդհանրապես ցանկացած գործին վերաբերվող իրավիճակից հետո միշտ ասում եմ, բայց կարող է լինել ավելին։ Պիտի լինեմ անկեղծ, որ այդ մեծ մասշտաբային հաղթանակի ֆոնի վրա ավելի քան լավ օրեր եմ ունեցել, լավ ելույթներ,
եւ կոմերցիոն դաշտում եւ բազմապրոֆիլ համերգային ծրագրերում երևի այդ պահին այնքան զբաղված եմ եղել, որ պրոմոն ճիշտ չեմ արել, որովհետեւ դու միակը չես ու մոտ կա ձևավորվել է այս կարծիքը, բայց զուգահեռ կարող եմ ասել, որ կա նաև մի իրականություն, որ երբ դու ավելի շատ ես աշխատանքային process-ի մեջ կոմերցիոն, քան կարիերայում, պատճառը հետևանքը չի լինում ստեղծագործական առումով, հա, ես չգիտեմ հիմա ինչքանով եմ ճիշտ կարողանում նախադասություններս ձևակերպել, այ հիմա հատկապես քիչ առաջ որ մենք խոսում էինք այդ բարդագույն շրջան եւ այլն, երբևէ որևէ աշխատավայրից ինձ չեն հեռացրել Փառք Տիրոջը, ես ինքս եմ գտել, որ այս կետում ես պետք է լինեմ ազնիվ իմ գոլեգաների հետ, այդ աշխատավայրի հետ եւ չիրիսիբե այն որ ասում է, չանել որևէ բան։ Եվ մի քանի աշխատավայրեր կան, որոնք կոմերցիոն ծառայում էին ինձ, որպես այդպիսին, երկուստեք շահութաբեր էր, այսինքն եւ ես էի այդ ամենի մեջ եւ ինձանով էր շատ բան նաեւ որոշվում, հա, իմ ֆակտորը կար ամեն դեպքում հատկապես վերջին տարիներին։ Բայց ես հասկանում եմ, որ հրաժարվելով այդ ամեն ինչից, ստաբիլ կոմերցիոն աշխատանքային վիճակից, հատկապես որ դու մենակ ես ապրում եւ չունես որևէ տեսակի աջակցություն, հիմա մի փոքր գուցե բացում եմ ճակերտները, բայց այսօր ուզում եմ շատ ազնիվ լինել։ Հիմա հասկանում եմ, որ այ հիմա, որը որ չեմ կարողացել, չեմ հասցրել եւ չեմ գիտակցել ինչ որ մի կետում, հիմա հանգիստ կարող եմ անել դա եւ 24 թվականի վերջին ամիսները բուրըն էին ստեղծագործելով եւ այդ պրոմո ասվածը, որը արդեն իմ սոցցանցերում եղավ, ավելի կոկիկ ու ավելի ճիշտ աշխատանք տարա ինձ ավելի ճիշտ մատուցելու։ Մեկ նախադասությամբ եթե ասեմ, կոմերցիոն ստաբիլ կոմֆորտ զոնան իրենը անում է։ Դրա համար ես այսօր մաքսիմալ այդ ստաբիլությունից հրաժարվել եմ, շատ բաներում հիմա զիջում եմ, կյանքումս այնպիսի փուլ է, որ կլինեմ անկեղծ, ես կարող էի լինել օրվա կտրվածքով բավականին մեծ գումարներ աշխատող երգչուհի, օրվա կտրվածքով բավականին մեծ, ուզում եմ ճիշտ հասկանան այս նախադասությունը, բայց ես ընտրել եմ ամսվա կտրվածքով ունենալ որոշակի ֆինանս, բայց ճիշտ աշխատել իմ կարիերայի համար, որովհետև չվիրավորելով որևէ մեկին, ես նորից եմ կրկնում, ես խոսում եմ բացառապես իմ կյանքի պրիզմայից։ Ես հասկացա, որ իմ պլանկան այդ կոմերցիոն դաշտը չի միայն։ Ես հիմա չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, ես կոմերցիոն դաշտում չկամ։ Կամ այնքանով, որքանով որ ես եմ ճիշտ գտնում եւ ես եմ որոշում, ոչ թե որովհետեւ դու աշխատակիցն ես եւ պարտավոր ես ամեն օր գնալ այդտեղ երգել։ Նայ, օրվա կտրվածքով հասկանում եմ, դրանք նախագծերն են, որտեղ բարձրակարգ ռեստորաններն են ընդգրկված, համերգային հատվածով եւ այլն։ Ամսական կտրվածքովը չեմ հասկանում։ Ինչ է նշանակում։ Այսինքն եթե կար ժամանակ, երբ ես ռեժիմով աշխատում էի, հիմա ես եմ որոշում, որ համերգին ես մասնակցեմ, որտեղ նկարահանվեմ, ամեն դեպքում ուզում եմ դու էլ իմանաս, որ անկախ նրանից դու իմ ընկերն ես թե ոչ, եթե իմ ներսը չտեղավորվեր քո հաղորդման ֆորմատին, չվիրավորելով քեզ, որ գիտես ինչքան եմ սիրում, ես հասել եմ անձնային այնպիսի մի աճի ու կյանքի այնպիսի մի կետի, որ ես չէի ամաչի, օրինակ քեզ գրել սիրելիս, գիտես շատ եմ քեզ սիրում, բայց այս պահին չեմ կարող։ Ֆորմատն է կամ անձնական հարց է կամ խոսելուն պատրաստ չեմ։ Իսկ ժամանակին ես փոխանակ վարվելու այսպես, որպեսզի փոքր-փոքր, հա, այսպես պատը շարում ես, հետո հիմքը, հա, քայլերի արվեստով առաջ գնալու։ Ես ավելի տեղավորվել եմ այսպես խառը խուրը աշխատանքների մեջ, պրոմո աշխատանքս մեդիա դաշտի հատկապես սխալ եմ արել եւ ինչից է այսքան մանրացա, մարդկանց մեջ առաջացել են այնպիսի հարցեր, ինչպիսին, որ օրինակ քեզ մոտ է, դու լինելով ոլորտի մարդ, դու լինելով իմ ընկերը։ Եվ արդարության համար ասեմ, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս ես ունեցել եմ կոմերցիոն շատ շքեղ երեկոների մասնակցության հրավեր, որը ինձ մեծ պատիվ է բերել, թողնենք հոնորարը մի կողմ, այդ
վիճակը, որ քեզ հատուկյուր են հրավիրում, դու սպասված արտիստ ես, վերաբերվում են դիմավորելուց մինչև ելույթից առաջ քեզ շտկումներ անելը, սրանք գուցե մարդկանց համար մանրուքներ են, բայց մեզ համար շատ կարևոր է։ Որտեղից եկավ այս գիտակցության նոր աստիճանը։ Անկեղծ ասեմ, երբ սկսեցի ստաբիլ ռեժիմով հարսանիքների ժամանակ կուլիսներում արտասվել, բեմում ժպտալ, հետո նորից կուլիսներում արտասվել, նորից բեմում ժպտալ։ Ես միշտ շնորհակալ եմ եղել այն ձեռքին, որ ինձ հաց է տվել, միշտ դրական նոտայի վրա եմ ցանկացած խմբից դուրս եկել, բայց իմ աջակցությունը թե ընկերական, թե մասնագիտական կա, ու եթե պետք լինի, ես կգնամ, նորից կերքեմ, իմ գոլեգաներին կաջակցեմ, չեմ ուզում սա ինչ որ անհիմն տոլերանտություն հնչի, սա իսկապես էսպես է, որովհետև այս ամեն ինչից զատ կա մարդկային ֆակտորը, կա ընկերությունը, կա հաց կիսելը, ես տարիներով այդ մարդկանց հետ աշխատել եմ եւ վաստակել ենք մենք երկուստեք այդ հարգանքը։ Երբ ես հասկացա, որ ես արդեն նեղվում եմ, ես խեղդվում եմ բառի լայն իմաստով։ Ոչ թե որ ես ինչու եմ հարսանիքներում երգում, հարսանիքներում այնպիսի շքեղություն եմ տեսել, այնպիսի հանդիսատեսի մոտեցում եմ տեսել, որ անգամ համերգներին դա չի եղել։ Ինչու եմ այսքան մանրանում, որովհետև երբեմն որ այսպես խոսում եմ, մարդկանց մեջ մյուս ծայրահեղությունն է գալիս, հիմա դու չես երգում հարսանիքներում, անշուշտ երգում եմ։ Բայց մեկ այլ բան է լինել ռեժիմով աշխատակիցը ու բոլորովին այլ բան է լինել Սյուզաննա Մելքոնյան հրավիրված հատուկյուր երգչուհին։ Եվ դրանք ընտրողի դերում, իհարկե, սրանք տարբեր են։ Իսկ ինչ սպասենք քեզանից որպես երգչուհի առաջիկայում։ Շունչս կտրվում, մի հատ հիթ եմ ուզում, մի հատ էսպես մի բան, որը կասեն, այ Սյուզին երգնա։ Հասցրեցի տարվա սկզբին ունենալ երգ, որը գիտես Ամերիկայում եղավ իր համերգային տեսահոլովակը պրեմիերան ու պատրաստվում էի հաջորդին, ինձ թվում էր ես լավացել եմ, բայց որ ասում է ես շտապեցի, հատկապես այս տարի անընդհատ ինձ խանգարեց այս դեպքում արդեն առողջականը։ Մի փոքր էլ ունեմ տեղ, մի քիչ մասնագիտական առումով վերականգնվելու եւ շատ լավ նորություն կա, որի մասին ուղղակի իրավունք չունեմ խոսելու, բայց այս բանին բուրըն սպասում եմ։ Շատ լավ նորություն կա, շատ անսպասելի է լինելու այդ համագործակցությունը եւ քանի որ ես այն մարդկանցից չեմ, որ ամեն օր իր story բաժնում գրում է hello, գիտեք, ես այսինչ արեցի, այնինչ արեցի, էլի չեմ քննադատում, նույնիսկ խոսում եմ իմ պրիզմայից, ես մի քիչ շատ մինիմալ եմ այդ ամեն ինչի մեջ, հատկապես կյանքիս այս շրջանում, այս նախագծի հետ կապված ներողություն համ իրավունք չունեմ բարձրաձայնելու, մյուս կողմից էլ ուզում եմ, որ լինի անակնկալ, պլանները շատ հստակ գծված են, որ պետք է լինեն, պարզապես ես հատկապես վերջին տարիներին այն մարդկանցից եմ, որ ճակերտավոր լռում եմ, հետո այդ բումը լինում է, բոլորը իմանում են դրա մասին։ Հրաշալի, ես կարևոր սպասում եմ։ առողջությունն է, ես բոլորին առողջություն եմ մաղթում, որովհետև ես իմ մաշկի վրա զգացի, ինչ է նշանակում առողջության հետ կապված խնդիրներով ամեն ինչից քո կյանքի տեմպից հետ ընկնելը։ Բայց երբ որ դու ունենում ես հավատը, ունենում ես լավ ընտանիք, լավ վաստակած իսկական ընկերներ եւ իմ պարագայում հավատարիմ անդավաճան լսարան ու հանդիսատես, այդ ամեն ինչը ուժ է տալիս քեզ։ Բրավո։ Սյուզ, ես հիմա մի հատ բան եմ խնդրելու, որ ոչ մի խելքը գլխին մարդ քեզ չեր խնդրի, որովհետև անել դա նշանակում է կամ լինել չափազանց մեծամիտ, կամ շատ հումորով վերաբերվել սեփական անձին։ Ես երկրորդ տարբերակն եմ ընտրում, ես հումորով եմ վերաբերում իմ անձին եւ իմ ունակություններին, հատկապես երգելու հարցում։ Նայ, մեր ընտանիքում շատ ընդունված են կարաոկեներ երգելը, եւ մեր ընկերները երբ որ գալիս են, մենք այդպես սիրում ենք եւ մինչեւ ուշ ժամ հուսամ առանց անհանգստացնելու մեր հարևաններին երգում ենք, լավ երգում, ով լավ վատ երգում։ Ու ես ճիշտ ասած ասում եի լավ, Սյուզին որ գա, մենք մի հատ երգենք իրար։ Ապա։ Բոլոր այն մարդիկ, որ մեր տանը հաճախ են լինում, գիտեն, որ սա մեր առօրյայի մի մասն է դառնում հավաքների ժամանակ։ Ես առաջարկում մենք երգենք մի երգ, որտեղ երկու կանացի ձայն կա։ Մեզ չքարկոծեք, ռուսական երգ է լինելու, ոչինչ չէ, որ ես եմ ընտրել, ուղղակի դա կարամ երգել։ Ապա որ երգն են, խնդրեմ։ Ուրիշ բան չեմ կարող
եղանա։ Ես ստիպված եմ հարմարվել եւ Կրիստինա Արբակայտը опять Միտել։ Իմ սիրելի երգերից մեկը, իդեպ ես երբեք այն չեմ երգել։ Արի մի հատ երգենք էլի, հա։ Լինելու սիրով։ Սիզի համար անակնկալ էր, փորձենք բաժանել։ Հա, Սիզի համար սա անակնկալ էր, ճիշտ ասած ես էլ չեմ պատրաստվել։ Ինչ կլինի։ Իդեպ ես էլ երբեք ես երգը չեմ փորձել։ Ահա։ Դու ինչ խնդիր ունես։ Այն որ ասում է բան մաքսիմալիստ, հիմա իմն է, բայց լավ, էքսպերիմենտ է։ Դու ոչ մի խնդիր չունես։ Դու ինչ լինի կերքես։ Վաղուց իդեպ ռուսերեն լեզվով չեմ երգել։ Սա կապ չունի որևէ բանի, ուղղակի Նախ սկսենք այնտեղից, որ վաղուց խիտ գրաֆիկով չեմ երգել։ Որ մնաց ոչ մայրենի լեզվով։ Չեմ արել սենց բան կյանքում, հա Միլադզենա դաժե գրել, այ այդ մեկը չգիտեի։ Բայց ով դու ես սկսում, թե ես եմ սկսում։ Հասկանամ ուրա տեքստերը։ Հեսա կգամ, մի րոպե, սա դեռ նախերգանքն է։ Ինտրո։ Ինտրոն է, այո։ Այս չի երգես։ А где слова? Я не Сейчас, скоро։ Կուպլետը չեմ հիշում թեման։ Ես կսկսեմ։ Թեման չեմ հիշում։ Ես կսկսեմ, ուրեմն կհիշես, նույն ձև գնում է, շատ պրիմիտիվ երգ է։ За тобой не закрывая дверь. Я живу уже который год. А потом не знаю. И с тех пор отсчет моих нечаянных потерь. Остановленный кого-то ждет опять метель, и мается былое в темноте. Опять метель, две вечности сошлись в один короткий день. Ես քեզ համար եմ երկրորդ ձայն։ Ես հասկանում եմ։ Այ, ջիրոպե։ Յա, չէ, խնդրում եմ։ Ես Խնդրում եմ։ Ես ասա, որ ինձ մենակ չես թողնի։ Չէ, давай, ես поддержу։ Ты меня не ведая, прости. На пороге долго не томись. Ведь теперь у нашей повторившейся любви станет сроком давности вся жизнь. Опять метель, и мается былое в темноте. Опять метель, две вечности сошлись в один короткий день. Опять метель, и мается былое в темноте. Опять метель, две вечности сошлись в один короткий день. В короткий день. Շատ վաղուց ռուսերեն չէի։ Դու հասկանում ես, համարձակվել քեզ առաջարկել։ Եվ ասեմ ավելին, մի մարդ, որը լսողություն ընդհանրապես չունի։ Բայց կարևոր ունի սիրուն ձայնի տեմբր։ Ձայնը ունեմ, լսողությունը չունեմ։ Ոչինչ, դա հարմոնիա։ Ես շատ գոհ եմ, որ ես առանց մտածելու գնացի այս խնդրությանը։ Մերսի քեզ։ Իդեպ մենք նստած ենք երգել։ Այս երգը նստած երգելը հասկացողները հասկանում են իհարկե մասնագետները։ Իհարկե վերջներ։ Շատ։ Սյուզ մի հատ էլ պիտի կեմ։
Ես ինչքան ջերմություն է քեզանից գալիս։ Քեզանից էլ է, քեզանից է, քո տան աուրայից է, քո էսթետ լինելուց է, տեսակդ շատ սպառվող է ցավոք, բայց ես ուրախ եմ, որ քո նման ընկեր ունեմ։ Մերսի շատ։ Մեծ հաճույքով եմ որ ասում եմ հավերժ կլիներ քո տանի քո հավերժման հյուրը շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Անջատեք մենք մի հատ երգենք, էլի։ Բայց ռուսերեն չէ։